Ողջույն մեծ ու փոքր աշակերտներ եւ հետեւորդներ, այսօր ուսուցանելու ենք նոր հնչյուն տառ։ Ջ մեծատառ, Ջ տպագիր փոքրատառ, Ջ հնչյունը արդեն իսկ այնքան բացահայտ է լսվում, որ հուշում է բաղաձայնը։ Նկարում պատկերված է ասես թե շաքեի ջրվեժը, ջերմուկում նույնպես ջրվեժ կա։ Ջոնիկը եւ Ջուլիետան գնացել են ուխտագնացության եւ հայտնվել են ջրվեժի մոտ։ Նկարում պատկերված է ջահ։ Ջահը հիմնականում վառվում է օլիմպիական խաղերի ժամանակ եւ ազդարարում է խաղերի սկիզբը։ Մեկ վանք։ Այստեղ նկարում կա նաեւ ջրաշուշաններ։ Ջրահարս բարդ բառ է, կազմված է ջուր եւ հարս բառերից, միացված է ահոդակապկով, ինչպես օրինակ տեղատուն կամ գետաձի։ Ջրահարսը միֆ է հորինված պատմություն է, այսինքն ջրում ապրող հարսերի, գեղեցիկ աղջիկների մասին։ Հորինված հերոս է։ Կարդանք բառաշարքերը. ջուր, ջրվեժ, փունջ, փնջել, ջնջոց, ջնջել։ Տեսեք փունջ, փնջել, ջնջել գործողություն ցույց տվող բառեր են։ Մենք խոսել ենք դրա մասին։ Ինչ է գործողություն ցույց տվող, այսինքն ինչ որ բան անել։ Հարց ենք տալիս ինչ անել։ Ջոկ, ջոկել, աջ, քաջ։ Նկարում պատկերված են տատիկը, թոռնիկը եւ փիսիկը։ Թոռնիկը նվագում է ջութակ։ Ջութակը ազնվագույն գործիք է։ Այն գեղեցիկ ձայներ է ազդարարում եւ հիմնականում համարվում է երաժշտական գործիքների թագուհին։ Տատիկը ինչ հիացմունքով է լսում ջութակահար մեր թոռնիկին, բայց կատուն փակել է ականջները, քանի որ նա նոր է սկսում նվագել, հաստատ այդքան է լավ չի նվագում։ Կարդանք դասանյութը։ Պատանի ջութակահարը քաջիրկը շատ է սիրում ջութակ նվագել, նա շատ ջանասեր է։ Լավ ջութակահար դառնալու համար ես պետք է շատ նվագեմ, լուրջ ասում է քաջիկը, իսկ մենք պետք է շատ լսենք, կատակում է տատիկը։ Խոսքը մեծին, ջուրը փոքրին։ Ինչ է մեզ սովորացնում այս ասացվածքը։ Խոսքը մեծին, այսինքն երբ մեծերը, տատիկ, պապիկները, քույրիկները, մայրիկները խոսում են ծնողները, մենք պետք է լռենք։ Ջուրը փոքրին, երբ որ մեր բերանիկում ջուր է հավաքված լինում, կարող ենք խոսել կամ ջուր ենք առնում մեր բերանում, չենք կարող։ Այսինքն երբ մեծերը խոսում են, պետք է լռենք եւ նրանց լսենք։ Այս դասանյութը մեզ ցույց է տալիս, թե ինչքան դժվար է, երբ մի որևէ գործ սկսում ենք սկզբից, բայց եթե շատ աշխատասեր ենք, ջանասեր ենք, ապա այն դարձնում է հետագայում դյուրին մեր աշխատանքը եւ մենք դառնում ենք այդ գործի մեջ հմուտ։ Ջուրը հալված ձյուն է, ձյունը սառած ջուր է, սա շուտասելուկ է։ Հաջորդը մեր ջրահարսը։ Ծովի ջինջ ջրերի մեջ ապրում էր մի ջրահարս։ Ջինջ, մաքուր, անապական։ Նա շատ էր ուզում գրել, կարդալ, սովորել։ Ծեր Լերյան նրան սովորեցրեց ջրային տառեր։ Հիմա ջրահարսը ջրային գրքեր է կարդում ու ալիքների վրա նամակներ գրում։ Հեքիաթի է նման, չէ՞, քանի որ ջրային տառեր գոյություն չունեն, ջրահարս գոյություն չունի, կրյան էլ չի կարող որևէ տառ սովորեցնել։ Շուտասելուկը մի փոքր բարդ է, զ, չ խառնել են բոլոր տառերը իրար։ Զարթուցիչը ձեռուցիչից հեռու դիր, փորձեք ինքներդ ավելի վարժ արտասանել։ Հանելուկ, մի կենդանի կա, ինչ տամ կուտի, մի գդալ ջուր տամ կսատկի։ Արդեն իսկ նկարը մեզ հուշում է, որ կրակի մասին է։ Կրակը ինչով կարող ենք հանգցնել։ Իհարկե ջրով, բայց եթե չհանգցնենք, անգամ մեծ շենքեր կարող է տապալել։ Կուլ տալ։ Աչից ձախից խաղը։ Ականջ, արջ, ջահ, վերջ ու ջուր, լուրջ։ Տեսեք արջ բառը։
նույն արջն է, երբ որ չենք արտասանում, արտաբերում արջ բառը ասելուց, սակայն գրելուց գրում ենք ջ։ Դա ուղղագրություն է, որը կսովորենք հետագայում։ Իմ տղան շատ գեղեցիկ կերպով լուծել է խաչ բառը։ Ահա ինչ է անում շտապելը, երեխաներ, հիշեք։ Երբ որևէ մեկը ձեզ չի ճանաչում եւ բացում է ձեր տետը, կարդում է այն, ըստ ձեր ձեռագրի որոշում է ինչպիսի մարդ եք դուք, գեղեցիկ թե դգեղ։ Հիշեք, գեղեցիկ ձեռագիր ունենալը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Գեղեցիկ գրեք, ընթեռնելի, որ մեկը վերցնի տետրը, հասկանա ինչ է գրել։ Իմ տղան այստեղ իհարկե շտապել է եւ շատ է շտապել։ Ինչևից է։ Առաջինը արջ, երկրորդը ջա, երրորդը այծ, չորրորդը հոլ, մեր պապերը շատ են այս հոլով խաղացել, հինգերորդը ջութակ, վեցերորդը մրջուն, թե կամ մեղու, կներեք մրջուն չի, մեղու է ինքն որ լավ չէր երևում, այսքանը սիրելիներս, կհանդիպենք հաջորդ դասին։